Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր մի քիչ արտասովոր է ընթանալու մեր եթերը, քանի որ պարոն Ղուշյանը հարգելի պատճառներով բացակայում է եթերից։ Մի քանի օր առաջ տեղի ունեցել նրա առողջության վատթարացում, Փարքասո արհեստավարժ բժիշկների միջամտությամբ եւ նաեւ Աստծո կամքով հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Ես էկրաններից այս կողմ առողջից եմ մաղթում պարոն Ղուշյանին եւ հույսով սպասում եմ, որ մոտակա ժամանակներում նա կվերադառնա եթեր, որտեղ նա չի պատկերացնում իր կյանքը առանց ժողովրդի հետ մեկնաբանությունների, առանց եթերների նա 50 տարի անց է կացրել այս տեսախցիկների առջև։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ հուզող հարցերին եմ պատասխանելու այսօր։ Մի քիչ դժվար է ինձ համար, որտեղ որքան գիտեք, երկխոսությունը ավելի հեշտ է լինում մեր գործընկերային հարաբերություններում։ Ես բավականին ճկուն եմ եւ ինձ շրջապատող մարդիկ, գործընկերները հաճույքով աշխատում են ինձ հետ, ես նրանց հետ եմ աշխատում եւ շատ հետաքրքիր է ստացվում։ Այսօր փորձեմ միայնակ վարել եւ կարեւոր հարցադրումներին անդրադառնանք հունվար ամսվա տենդեցներին, որոնք առավելապես կարեւոր են այսօր, որոնց համար ուղղակի պետք է մեծ ուշադրություն ձեր ուշադրությունը հրավիրվի, այսպիսի դրական դիրքավորներ շատ քիչ են լինելու եւ առանձնապես հունվար ամիսը, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք արդեն ամսի 4-ից հունվարի 4-ից Մարսը արկածախնդիր, աղեղնավորի կենդանակերպից արդեն անցել է այծեղջյուրի կենդանակերպ, այծեղջյուրը դա ստատուսն է, կարիերան է, մասնագիտական հաջողություններն է եւ մեծ հնարավորություն ունենք բոլորս մանավանդ հենց այսօր ամսի 11-ն է երեկոյան ժամին նորալուսին է տեղի ունենալու, այդ նորալուսինը նպաստելու է նոր գործերի մեկնարկին։ Այծեղջյուրի կենդանակերպում փաստորեն արև, լուսին նրանք իրար հետ, այսպես ինչպես ինյան, ինչպես կին տղամարդ, դրական բացական բևեռները կմիանան կարիերայի մասնագիտական աճի դաշտում, այնուհետև լուսինը առաջ կգնա, ամեն 2 օր կենդանակերպը փոխում է եւ այդ նոր գործերի մեկնարկը կսկսի։ Այո, Մարսը այստեղ է, Մարսը մեր կամային որակներն են, կամքն է, դրական դրսևորումը նա խանդավառում է այծեղջյուրի կենդանակերպում, փառասեր նշանում, խոյերի համար է շատ կարևոր մասնագիտական աճի համար, չնայած ընդհանուր իրենք այդ բարձրարձակ խաչն են, որոշակի դժվարություններ կա այծեղջյուրի խոյ առանցքում, բայց միևնույն է, ուժային կառույցների համար է բարենպաստ, ովքեր աշխատում են այդտեղ, պաշտոնի բարձրացումներ կարող են լինել, նրանք ովքեր ճիշտ չեն աշխատել, ովքեր չարաշահումներ են արել, այո, նաև պաշտոնանկություններ կարող են լինել Մարսը այծեղջյուրի կենդանակերպում եւ հենց հունվարի 4-ից այդպիսի իրավիճակներն էլ մենք տեսնում ենք մեր շրջապատում լրատվության մեջ, որ խիստ պաշտոնանկություններ են տեղի ունենում եւ դրա մասին նաև խոսել եմ ես մեր նախատոնական եթերում, որ այդպիսի իրադրությունները ակտիվ են, Մարսը չի սպասում, նա կտրում, հատում է, եթե ոչինչ, ամեն ինչ իր տեղում չէ։ Սեռական ակտիվությունն է։ Տղամարդիկ իրենց այդ սեռական ակտիվությունը կարող են ուղղել աշխատանքային այդ process-ի բարելավման եւ ամսի 11-ին արդեն այդ ամենը սկսել է, մենք ունենք դրական օրեր, սիրելի հայրենակիցներ, նորից ուզում եմ կրկնվել, որպեսզի դուք այսպես թափ ուղեղով որոշումներ կայացնեք եւ ճիշտ ուղի բռնեք։ Հաջորդ կարևոր օրը դա ամսի 18-19-ն է հունվարի։ Լուսինը արդեն այդ այծեղջյուրի կենդանակերպից ցուլի կենդանակերպ անցում կատարած կլինի։ 18-ից 19 նաև նշանավորվում է Արև Պլուտոն, այդ երկու մոլորակների այդ միացման։ Պլուտոնը կարլիկ, փոքր մոլորակ է, ամենավերջում է նա հայտնաբերվել, բայց նրա ազդեցությունը վիթխարի է։ Զանգվածային աղետներ, նաև զանգվածային այդ բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունենում, նա կոլեկտիվ անգիտակցականի վրա է ազդում, պատկերացրեք միջուկային ռումբը, միջուկային զենքը, այդ ամենը գտնում են Պլուտոնի ազդեցության ներքո։ Նա գտնում է այծեղջյուրի վերջին աստիճանների վրա եւ հենց հունվարի 21-ին անցում է կատարելու ջրհոս։
ջրհոս փաստորեն պետական ադմինիստրատիվ բյուրոկրատական մռայլ սահմանասատուրն է այստեղ ղեկավարում, Սատուրն նաև ջրհոսին է ղեկավարում, բայց այդտեղ ջրում առաջին ղեկավար է։ Այդ սահմանափակումներից Պլուտոնը կարծես մի կերպ ձերբազատվում է եւ գտնում է հանրային տիրույթ, որտեղ ազատություն է, որտեղ չկան սահմանափակումներ, որտեղ նա կարող է ազատ գործել, սահմանները կարող են բացվել եւ մոտակա 15 տարի մոտակայքում եւ նաեւ ավել նա գտնվելու է ջրհոսում։ Ճիշտ է, աշնան կողմ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վերադառնալու է կրկին այծեղ ջուր, մի քանի ամսով այնտեղ կլինի եւ նաեւ նոյեմբերի մոտակայքում, եթե այստեղ դիտարկենք ժամկետները հստակ կա, փաստորեն սեպտեմբերի 1-ին վերադառնալու է այծեղ ջուր եւ նաև նոյեմբերի 19-ին մտնելու է ջրհոսի կենդանակերպ։ Գիտեք ինչ է կատարվում, փաստորեն եթե մարդը անձի առումով ենք մենք դիտարկում, Պլուտոնը արդեն տեղավորվել է այստեղ բոլոր ավտորիտար այդ կառավարման, այդ գործիչները, ղեկավարները նրա մեթոդներով են աշխատում, նրանք ճնշում են հասարակ ժողովրդին, բայց Պլուտոնը բաց չի թողնում, հանգիստ չի թողնի եւ ամսի 21-ի մոտակայքում, երբ նա անցում կատարի ջրհոսի կենդանակերպ, հնարավոր է ցնցումներ լինեն։ Ցնցումներ կարող են լինել նաեւ երկրագեղևում, քանի որ այդտեղ ջուրը դա հողն է, լեռներն են, սարերն են, մեր Հայաստանը այս տարածաշրջանը որոշ առումով համարում են այծեղ ջուրի տարածք, որոշ առումով Պտղոմեոսի այդ ուսումնասիրություններում հանդիպում է որպես երկվորյակի տարածք, այստեղ ցնցումներ կարող են լինել եւ վտանգ կա երկրաշարժի։ Ցավով նշում սիրելի հայրենակիցներ, բայց մեր եղանակային պայմաններն են նաև դրան դրդում հուսամ, որ աղետներ չեն լինի, կամ մեր տարածաշրջանից հեռու կարող են լինել այդ աղետները։ Այսպես է ուղղակի մոլորակը սովորել է այդ կենդանակերպին, նա ստիպված պետք է գնա նոր միջավայր, ճիշտ է, դրա համար նա ուշադիր կլինի, դրա համար նա լավ կզգա իրեն, բայց առյուծի հակառակ առանցքում է, Պլուտոնը առյուծում կարծես խանդավառվում է, ջրհոսում այնտեղ նա իրեն լավ չի զգա, ինչևէ, բաց տիրույթ է գնում հարության մեծ այդ մասսաներին, այդպես մեծ մասսաները, որոնք ուղղակի սնվում են այդ տեղեկատվական տիրույթով, ինֆորմացիայի մեծ տարապ կարող է լինել եւ ահա արհեստական ինտելեկտը այստեղ կարող է, նոր ծրագրեր կան եւ հանդիսանալով նաեւ որպես հոգեբան առնչվում եմ այդ ոլորտների հետ, Հայաստանում էր մեծ թափով արդեն ընթանում է արհեստական ինտելեկտի ներմուծման տարբեր այդ բնագավառներում եռում է այդ աշխատանքը եւ նաեւ այո շատ մասնագետներ, նյարդաբաններ, հոգեբաններ նրանք աշխատում են այդ ուղղության զարգացմամբ Հայաստանում։ Շատ մեծ հնարավորություններ կտրվի IT ոլորտում աշխատողների համար, տեղեկատվական տիրույթում, դրանք կարող են լինել նրանք, ովքեր on-line տիրույթում գործունեություն են ծավալում, TikTok, Facebook, սոցիալական կայքերը, դրանք բոլորը այդ ազդեցության ներքո են, մեծ հնարավորություններ կտրվի զարգացման համար այդ ոլորտների, հնարավոր է նոր հարթակներ բացվեն եւ ունենք մենք միլիարդատերերի դիրքավորում, հենց այնպես խոսքս չի հնչում, Յուպիտեր, Պլուտոնը նրանք մեծ տրիգոն դիրքավորում են կազմում, դա արդեն իսկ մայիսի վերջ, հունիս-հուլիս ամիսներին է այդ հնարավորություններ կտրվեն ինֆորմացիոն դաշտում աշխատողների համար։ Մեծ ծրագրերի մեկնարկի ժամանակահատվածը, մեգա պրոյեկտներ, որոնք այդ պրոյեկտները իրենց մեջ կներառեն բազմաբնույթ, տարբեր մասնագիտություն ունեցող, տարբեր գաղափարական, այդ տարբեր մտածողության, այդպես մտածողություն ունեցող անձանց։ Նոր ծրագրեր, նոր սարքավորումներ կարող են ստեղծվել, հուսանք, որ միջուկային զենքի հետ կապված աշխարհում այս անցումային ժամանակահատվածում, փաստորեն հունվարի 20-ի մոտակայքում, նաև դա կարող է լինել նոյեմբերի 19-ը, այդ ժամանակահատվածում ուղղակի մարդկանց ուղեղը, գերտերությունների ուղեղը չի մթագնի եւ նրանք
այսպես չմտածված քայլերի չընդդիմի, բայց մեծ հնարավորություններ կան այն անձինք, մոտավորապես նրանք ով ծնվել են 90, 91, 92 այդ թվականի ծնվածները 93-94 մինչև նրանք արդեն կայացել են հիմնականում մասնագիտական կողմնորոշման, մասնագիտության ընտրության հարցում, ովքեր չեն կայացել այդ ոլորտերում մեծ հնարավորություններ ունեն։ Դա կարող է լինել նաև նոր համակարգեր կարող են ուղարկել տիեզերք, նոր սարքավորումներ կարող են ստեղծվել, ամեն ինչ ինչը ապագայի հետ է կապված, այն մասնագիտությունը, թվային մարքեթինգն է, աստղաբանությունը մեծ թափով կարող է առաջ ընթանել եւ հենց այդպես է եւ վերջերս, երբ որ ինձ դիմեց շատ այսպես իր աշխատանքում մեծ հաջողությունների հասած ինչ որ անձ, նա նշեց, որ աստղաբանությունը դարձել է այս տվյալ ժամանակահատվածի սկսած 2021 թվականից, երբ Սատուրնը մուտք գործեց ջրհոսի կենդանակերպ, Սատուրն Յուպիտերը ջրհոսում հանդիպեցին 20 թվականի դեկտեմբերի 20-ի մոտակայքում եւ ահա ճանապարհ բացվեց դա օնլայն հարթակի եւ պատահական չէր հենց այդ կոവിഡ്ը դա այն պայմանավորված էր Սատուրն, Յուպիտեր, Պլուտոն, երկու սոցիալական մոլորակների, նաև Պլուտոնը, որը գիտեք ավիրում, քանդում է, մեծ մասաների եղեկավարում, նա նաև այդ համաշխարհային էլիտան է, համաշխարհային գործող այդ ուժերն են, երբ որ Յուպիտեր, Պլուտոնը միացան 20 թվականին, հենց այդ կոവിഡ്ի համաճարակի միջոցով նրանք մեծ ահռելի գումարներ վաստակեցին, քանդվեցին շատ կորպորացիաներ, այդպես ֆիրմաներ, բրենդներ, բայց այդ արդյունքում նրանք մեծ ահռելի գումարներ վաստակեցին։ Հիմա փաստորեն ժամանակը Յուպիտեր-Պլուտոն այդ տրիգոնի հետ կապված կսկսեն արդեն նրանք բաց են գործում եւ օնլայն համակարգը, քանի որ Ուրանը ցուլի կենդանակերպում է, նոր փոփոխություններ կլինեն, արտարժույթի հնարավոր է տատանումներ լինեն եւ երբ 18 թվականից Ուրանը ցուլի կենդանակերպ էր մտել, մենք այն ժամանակ խոսում էինք, որ շատ հավանական է, որ անցնենք նոր ֆինանսական այդպիսի միջոցների, չենք էլ պատկերացնում, չնայած 19 թվականից ես արդեն օգտագործում եմ այդ քարտային միջոցները եւ ահա այն ժամանակահատվածում 21-22 թվականին, երբ Սատուրնը ջրհոսում, Ուրանը ցուլում, նրանց քառակուսի դիրքավորումը քանդեց ոչ ֆինանսական համակարգը եւ մենք տեսնում ենք ակնառու երևում է մեզ մոտ այդ արտարժույթի այդպես գնի անկման եւ դեռ շարունակվում է Ուրանը ցուլում քանդում է, ցուլը դա նաեւ Ուկրաինան է, նա դրա համար այնտեղ նա մտել է, Ուրանը հանդիսանում է ջրհոսի մոլորակը, ջրհոսը դա Ռուսաստանն է, պատկերացնում եք Ռուսաստանին հովանավորող մոլորակը գտնում է ցուլում, նա քանդում է ցուլը դա Ուկրաինան, միջտարածքային խնդիրներ յուրաքանչյուրը իր կողմից ճիշտ է, չեմ ցանկանում ոչ մեկին ոչ մեղադրել, ոչ պարսավել, բայց ցավում եմ, որ դրանք սլավոնական եղբայրական ցեղեր են եւ ցեղատեսակ, նաեւ նրանք ժողովուրդ ազգ են, այսպես կարող ենք նշել, նրանք պայքարում են մեկը մյուսի դեմ եւ մոտավորապես Ռուսաստանում արդեն ըստ տարբեր աղբյուրների 300,000 զոհի մասին է խոսքը։ Մեր զոհերն էլ քիչ չեն, 5,000, 4-5,000 զոհի մասին է խոսքը։ Գիտեք ինչն է, այսպես ես նեղվում եմ այդ փաստից, ինձ հուզում է, որ մեր ջահել սերունդը, որը պետք է արդեն 2000 թվականի ծնվածները մոտավորապես 24-25 տարեկան նրանք մտաղ սերունդը, որոնք մեծ հեղափոխություն պետք է անեին ողջ աշխարհում, դա ցուլը, դա այս պահին ֆինանսատնտեսական ոլորտն է, նրանց ծնված ժամանակահատվածում Ուրանը ջրհոսում, Ուրանը ձկներում, նրանք ուղեղներ են, նրանք երեխա ինդիգոներն էին, որոնք ծնվել էին, որ պետք է վերափոխեին աշխարհը։ Այդպիսի մի սերունդ էլ այնտեղ է եւ փաստորեն մեր տարածաշրջանում մենք ունենք այդ բացը։ Ինչևէ նաեւ նոր տարվա օրերին բազմաթիվ զանգեր են եղել, ունեցել են բալիկներ, կորցրած ընտանիքներ, ովքեր իրենց երեխաներին են կորցրել առու զավակների, նույնիսկ մեկ զավակը վերջերս նաեւ զանգ կար, որ 50 տարեկանի շեմն են հատում, բայց ցանկանում են երեխա ունենալ, հարգելի հայրենակիցներ,
երբեք էլ ուշ չի, եթե 50 տարեկանում դուք մտածում եք, որ այդ հարցի ուղղությամբ եք մտածում, ուրեմն ձեր ներուժը, ձեր ռեսուրսները կհերիքեն այդ բալիկներին մեծացնելու։ Այս հարթակից բաց TV-ն շատ մեծ լսարան ունի, դիմում եմ ձեզ մի վայրկյան չվհատվեք։ Եվ հենց ամսի 14-ին Լուսինե Ձկների կենդանակերպում դուք գնացեք ձեր նպատակների, ձեր երազանքների իրականացման համար աղոթեք, կարող եք այդ օրը որքան գիտեմ Կիրակի օր է, շաբաթ Կիրակի գնացեք եկեղեցի, եթե ուզում եք, ցանկանում եք բալիկ ունենալ, անպայման մի վայրկյան էլ մի սպասեք։ Առավելապես այդ դիրքավորումները նկատելի են, որովհետև եթե բնական ճանապարհով չի լինում, ապա Ուրան Յուպիտեր ցուլում այն բարենպաստ դիրքեր կստեղծի հենց ցուլերի, խեցգետին, կույս, այնտեղ կարիճների մոտ մի քիչ դժվար կարող է այդ ծեղջուրներ եւ ձկներ կենթանակերպի ազդեցության տակ ծնվածների համար ոչ սովորական արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ, որտեղ Ուրանը դա ոչ սովորական մեթոդներ են, եթե բնական ճանապարհները, ուղղակի միջոցներ կամ առողջական խնդիրներ կա, որոնք հստակ խանգարում են։ Այսպես, փաստորեն 18-19 հունվարի Լուսինե ցուլում է ֆինանսական հարցերի, գնումների համար է բարենպաստ, էկոլոգիայի, տնտեսության աճի, տարբեր ոլորտների, մեր բանակը վերազինելու նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր է այդ օրը մենք լսենք, որ նոր տեխնոլոգիաներով հագեցած զինատեսակներ են ձեռք բերել այստեղ Հայաստանում, աշխատավարձի բարձրացման, նոր ռեսուրսների հայթայթման, նոր նպատակադրումների, պարգևավճարներ կարող են լինել, բավականին դրական ժամանակահատված է սիրելի հայրենակիցներ, դրա համար մանրակրկիտ անդրադառնում եմ այդ ամենին։ 28-29 հունվարի Լուսինե կույսում է, բացառիկ դրական դիրքավորումներ կան, կույսը աշխատանքային պրոցեսն է, առողջության հետ կապված հարցերն են, բոլոր այդ նշված ժամանակահատվածներում կարող եք առողջության հետ կապված խնդիրներ լուծել, պլաստիկ վիրահատություններ, նաև դեմքի շտկումներ, ինչ ցանկանում եք, առողջության հետ կապված բոլոր process-ներ դրական արդյունք կարող են տալ, անսպասելի շքեղ տեսք կարող են ունենալ մանավանդ հողի եւ ջրի ազդեցության տակ ծնված մանավանդ ցուլերը։ Մի մոռացեք, որ Յուպիտերը ցուլում շատակերություն է տալիս, Ուրանը անսպասելի ախորժակի բարձրացում կարող է լինել, ում մոտ խոլեստերինի բալանսն է բարձր, այդտեղ նաև շաքարային դիաբետ, անպայման ուշադիր եղեք, որտեղ այդ շատ արագ բարձրանալու միտում է նկատվում։ Նաև մի փոքր խոսեմ, նաև փետրվարի 7-8-ն է բարենպաստ դիրքեր, դա Լուսինայի ծեղջուրում, կրկին պաշտոնի բարձրացում, կրկին ստատուսի, կարիերայի աճ, նոր աշխատանքներ, նոր ծրագրեր, նոր ամեն ինչի հետ կապված ճիշտն ասած Լուսինե, այո, նորալուսին կարող է այդ ժամանակահատվածում նորից նկատելի է, նորալուսնից հետո է Լուսինի դրական դիրքը հաջողություններ, մասնագիտական աճի այդ դաստում աշխատանքային գործունեության նոր թիմեր կարող եք հավաքել, նոր աշխատակիցներ, 90-91 թվականի ծնվածներ, նրանք բավականին արհեստարվար են պետական, ադմինիստրատիվ կառավարման մարմիններում աշխատելու համար ղեկավար, պոստ զբաղեցնելու, այնտեղ կարող է լինել մարդկային ռեսուրսների ղեկավար, դա կարող է լինել փոփոխություններ կարող են լինել հարկային, հարկադիր այդ մարմիններում, այդտեղ կարող են տեղեր բացվել, որպեսզի համալրեն արհեստավարժ կամ բանիմաց մասնագետներով, ինչևէ լավ ամիջ է սիրելի հայրենակիցներ, ձեր ծրագրերը գրեք, կարող եք թղթի վրա գրել, այստեղ այնինչ ես ձեզ ասում եմ, ողբության հետ կապ չունի, ձեր ծրագրերը մի քանի կետով ներկայացրեք, հենց այսօր երեկոյան է, եւ գրեք թղթի վրա, պահեք մի տեղ այնպիսի տեղ, որ դուք սիրում եք, տաքուկ անկյուն, որտեղ այդ բայրատան այդ բարերը սիրում եք եւ բարերար ազդեցություն ունի։ Եվ մի քիչ խոսեմ նաեւ վերջերս շատ են դիմում տարբեր հոգեսոմատիկ հիվանդությունների, այդպիսի տառապող անձինք, անքնություններ շատացել, դա կախված է Սատուրն մոլորակի դիրքով բույսի կենդանակերպ առավելապես բարդ իրավիճակում են գտնվում այս պահին մոտավորապես կներեք Սատուրնի դիրքով ձկների կենդանակերպում նա
ուղղահայաց հարվածում է կույսի կենդանակերպին առաջին եւ երկրորդ տասնօրյակի դեռ նոր են սկսել, հա։ Պաստորեն ձկները մոտ մարտի 20-ի մոտակայքում, եթե երկօրյակն է մայիսի 20, բայց արդեն անցած մարտի 20-ից ապրիլի 1, դա մայիսի 20-ից հունիսի 1, դա կարող է լինել կույսերը սեպտեմբերի 22-23-ից կներեք օգոստոսի 22-23-ից մինչև սեպտեմբերի 22-23 եւ նաեւ աղեղնավորները, չնայած նրանք այնքան ուրախ են, նրանք օպտիմիստ են, բայց սահմանափակումներ կա, շատերի մոտ կարող է ուղղակի սահմանները փակվեն, չկարողանան ետ վերադառնալ հայրենիք կամ հակառակ process-ը դեսպոտատների հետ կապված խնդիրներ կարող են ունենալ, քանի որ ձուկը դա էմիգրացիան է նաև, այդպիսի խնդիրներ, անքնություն կարող է լինել, հոգնածություն, անաշխատունակություն, աշխատունակության անկում, դա դեռ Սատուրնը ձկների կենդանակերպում դեռ մնալու է մինչև 25-26 թվականի մոտակայքում, բայց այստեղ կարող ենք դիտարկել, ահա, Փաստորեն Սատուրնը խոյի կենդանակերպ կմտնի 25 թվականի մայիսի 25-ին։ Մինչև այդ փաստորեն 25 թվականի մայիսի վերջերը այդ դանդաղեցումը գործերում խնդիրները կշարունակվեն ձկների կենդանակերպում, բայց այս տարի առավելապես կշոշափեն, եթե անցած տարի 23 թվականի մարտից մինչև այս 24 թվականը մարտ, ապրիլ դա առաջին տասնօրյակն է, ամառվա ամիսներին արդեն խնդիրներ կլինեն այդ նույն կենդանակերպերի երկրորդ տասնօրյակի ծնվածների մոտ, հենց ամառվա ամիսներին Սատուրն եւ Յուպիտեր քառակուսի կարող է լինել, ահա, օգոստոսի 8-ի մոտակայքում այդ ժամանակահատվածում կսրվեն խնդիրները, առանձնապես սուրճ են լինի, նրանք քրոնիկական, այսպիսի դանդաղ գնացող process-ներ, որոնք խանգարում են, որոնք չեն թողում աճ լինի։ Դա այդ երկօրյա կույս աղեղնավոր եւ ձկներ նրանց երկրորդ տասնօրյակի ծնվածների մոտ է։ Սիրելի հայրենակիցներ, վերջացնենք հաղորդման առաջին մասը, հուսամ, որ կարողացա օգնել ձեզ եւ երևի չօգնեցիք իմ մենախոսությունից, անցնենք մասնագիտական կողմնորոշման այդ մի քանի անձանց քարտեզներին, փորձեմ օգնել նրանց գտնել իրենց կյանքի ուղին։ Այստեղ դիտարկենք, սա նախորդներն է, Անի Ամիրյան, 26-03-2004, ահա, նախորդ անգամ հեռատեսի ակնոցներով էի, դրա համար չէի կարողանում դիտարկել, այս անգամ փոխել եմ, որպեսզի ավելի հեշտ օգնեմ ձեզ, մոտիկ տարածքում ավելի հեշտ կարողանամ դիտարկել քարտեզները, փաստորեն, արևը խոյում, Անի մոտ, նորից ասեմ, Անի Ամիրյան ծնվել է 2004 թիվ 26-03, սիրելի հետևորդներ, մի կարևոր դիմում ձեզ, խնդրում եմ, անպայման նշեք անուն-ազգանունը ում համար կամ գոնե անունը, որ սեռը մենք կարողանանք տարբերակել, ժամը եւ րոպեն եւ այն վայրը, որտեղ ծնվել է եւ կրկին ձեզ հուշում եմ, եթե դուք անձնական նամակ ուղարկեցիք բաց TV-ում մասնագիտական կողմնորոշման համար, ես ժամանակ չունեմ, չեմ դիտարկելու, ձեր հարցադրումները արեք այս հարթակում, եկեք լինենք արդար, հա, ինչ-որ մեկը առանձին գրելով ինձ ոչինչ չենք շահում, ձեր ժամանակն էլ կգա, պարբերաբար գրեք, մի օր էլ նաև ձեր տվյալները մենք ուսումնասիրենք։ Այսպես, խոյում, բավականին ակտիվ անձ, Մերկուրին խոյում, Պլուտոնի հետ, անպայման նրա մոտ պետք է զարգացնենք Մերկուրի Պլուտոն տրիգոնը աղեղնավոր եւ խոյ, նրա օտար լեզուներ իմանալու այդ հմտությունը եւ նա պետք է տիրապետի, ճարտար պետք է տիրապետի, պետք է նրա խոսքը լինի համոզիչ, նա պետք է իր գիտելիքները այսպես միանգամից ի ցույց դնի, հա, հանրությանը, Մերկուրին խոյում հրամաններ կարող է տալ, չգիտեմ որքան համաձայն եք խոյը, բայց դա ուժային կառույցներն են, նրա կամային որակները այդտեղ կարող են արտահայտվել, բայց խոյի ղեկավար Մարսը լուսնի հետ երկօրյակում, դա հմուտ խոսքն է տալիս, հա, փաստորեն երկօրյակ, երբեմն կարող է կռվազան լինել,
Մարսելուսն է երկվորյակում, այսպես տրամադրության հետ կապված շատ հավանական է նաև իր կամային որակները փոխեն, պարբերաբար կարող է լինել ագրեսիվ կամ այսպես տատանվող, չհասկանաս այսօր տրամադրությունը այսպես է, նա ավելի հանգիստ է վաղը կամ մի քանի ժամ հետո, քանի որ լուսինը կենցաղն է, 2 օր լինում է մի կենթանակերպում, արագ տրամադրության փոփոխման հետ կարող է փոխվել նաև նրա վարքագիծը։ Եվ ուշադիր լինեք, որ սև լուսինի երկօրյակներում ինքը չդառնա բամբասանքի առարկաներ, շուտով սև լուսինը Յուպիտերը կգա երկվորյակի կենթանակերպ, որպեսզի նրա այդ անկայուն հակումները այսպես չակտիվացնի, կամ ինքը թող չբամբասի, որպեսզի հետագայում այդ խնդիրների առաջ չկանգնի։ Երկվորյակը դա լրատվությունն է, եթե մանկավարժության հետ հակումներ կան, դա արդեն կրթական օջախներ են, նախակրթարաններ են, կարող է լինել նաև ինֆորմացիոն դաշտում աշխատել գովազդների հետ կապված, հուսանք, որ պապարացի չի լինի, եթե նա փորձի գիտական ճանապարհով գնալ ինտելեկտուալ ոլորտում հաջողություններ կարող է ունենալ, բայց կոնֆլիկտային բնավորություն ունի, պարբերաբար կոնֆլիկտների մեջ կարող է ընկնել աշխատավայրում այստեղ եւ չի սիրում կատարել սովորական աշխատանք, նա ցանկանում է լինել ղեկավար, նա ցանկանում է իր այսպես գերազանցություն ունենալ նաև ընտանիքում։ Տան մեծերի հետ երբեմն խնդիրներ կարող է լինել, չի հնարավոր է չի ցանկանում եւ չի ուզում ենթարկվել որևէ կանոնի կամ վատ փոխհարաբերություններ տան մեծեր տատիկ պապիկի հետ։ Այսքանը անպայման ինքը պետք է այսպես չնայի, ուշադրություն չդարձնի, թե ովքեր ինչ գումարներ են վաստակում, ինքը պետք է վաստակի իր գումարը, հա, եւ մի քիչ սովորի գումարը պահել իր ձեռքում։ Հավաքել գումարը։ Էլինե Գասպարյան 25/08/2008 Պաստորն խնդրահարույց ինչն էր հետաքրքիր, որ երկու դեպքում էլ մի վարքյան դիտարկեմ։ Մեկը 2004 թիվ, մյուսը 2008 թիվ, նույն մոլորակային դիրքավորումները, նմանատիպ նույն չէ, լուսինը երկվորյակում, Սատուրնը կույսում, պետք է ուշադրություն դարձնեք կրկին խոսքին, մտածողությանը, լուսինը երկվորյակում փոփոխական վար, տրամադրության հետ կարող են փոխվել կրկին վարքային դրսևորումներ, շատ խնդիրներ կարող են լինել աշխատանքում։ Պետք է ձեր երեխայի մոտ աշխատունակությունը զարգացնեք, նա ցանկանում է լինել ղեկավար, սովորական գործ, դա այսպես սև գործին շատ դժվարությամբ կարող է գնալ առօրյա աշխատանքում, անալիտիկ մտածողություն, Վեներա Մերկուրին կույսում, սիրով կարող է այդ կատարել այդ աշխատանքը, բայց կրկին Վեներան կույսում իր զգացմունքները կարող են խանգարել, ճիշտ այդպես աշխատանքի որակի վրա կարող են ազդել, հնարավոր է հաշվարկներում սխալներ թույլ տա եւ անդադ մտածում է, որ նա լավագույնն է եւ պետք է ունենա հենց այն պաշտոնը, այն գործը, որը ղեկավարելու է մարդկանց, նրա մոտ աշխատասիրություն պետք է զարգացնեք, դա է հարցը, իսկ 30 տարեկանում կարող է հասնել իր հաջողություններին, եթե ճիշտ մասնագիտություն ունի, դա կարող է լինել բժշկության ոլորտը, առողջապահության ոլորտը, էնդոկրին համակարգի հետ կարող է աշխատել, ոսկորների հետ կապված, եթե բժշկությունը ընտրի, դա հենաշարժողական համակարգի հետ կապված, եթե մաշկի հետ կապված որոշակի այդպիսի մասնագիտություն, որոնք կապված են սպասարկման ոլորտն է, հիգիենայի, դիետայի հետ կապված այդ բոլոր դաշտերը։ Կույսը դա լավագույն ենթական կարող է լինել, հետագայում նա կարող է դառնալ ղեկավար։ Խնդիրներ ունի միջանձնային հարաբերություններում հակառակ սեռի հետ կամ գործընկերների հետ պարբերաբար կոնֆլիկտների մեջ է լինում, թող ուշադիր լինի իր այդ բնավորության գծով կարող է դժվարանալ նաև նրա ամուսնությունը։ Եվ այսպիսի մի բան, որ սիրում է մարդ շրջապատից առանձնանալ,
սիրում է որ բոլորը իրեն գլուխ խոնարհեն իջնող հանգույցառություն, նա ուղղակի իր մոտ պետք է սերտի համախոհներ գտնի իր կյանքում, այսպես զուլվի շրջապատին, մարդկանց, ընկերներին, ունենա իր ընկերական շրջապատը դրա բանալին կա, սոցիալական ցանցերում ակտիվ լինի, նաև IT ոլորտն է, եթե կարողանա այդ մասնագիտությանը տիրապետել, մի քիչ Մերկուրին կույսում Վեներայի հետ այդ ոչ անբարենպաստ դիրքերը Վեներա Ուրան կարող է որոշել ազատ ոճի աշխատանք, որպեսզի ժամերը իրեն հարմարեցնի, այդպիսի խնդիր կա։ Իսկ եթե կարողանա այդ բնավորության գծերը իր մեջ զարգացնել, դա կարող է լինել IT ոլորտը, տեղեկատվության ոլորտը, այն բոլոր ցանցերը, բջջային հեռախոսի այդ ցանցերը, այնտեղ կարող է աշխատել եւ համացանցում շատ աշխատանքներ ուղղակի համապատասխան կրթությունը ստանալուց հետո։ Յուպիտերը այծեղջում շատ փառասեր է, հենց այնպես չեմ նշում, շատ հավանական է, որ հայրն է այդ ամենը նրա մեջ ներդրել, եթե մի քիչ ճիշտ կողմնորոշի փոխհարաբերությունները շրջապատել լավացնի, շատ հավանական է, որ 30 տարեկանում այսպես հաջող ամուսնություն ունենա, կամ նրա ամուսինը լինի ղեկավար։ Ուղղակի փոփոխական տրամադրությունը Լուսինը երկորակում փոփոխական է, մեկ այստեղ, մեկ այնտեղ, երկու տան մեջ կարող է մնալ։ Լուսինը դա մարդու կնոջ ներաշխարհն է, շատ կարևոր է, փոփոխական է տրամադրության հետ, դրսի եղանակի հետ կարող է փոխվել նրա տրամադրությունը։ Ահա, Սամվել դիտարկենք քարտեզը հոկտեմբերի 17, 2007 թվական։ Սիրելի հայրենակիցներ, կրկին նշում եք վայրը որտեղ է ծնվել, տարին ամիս օրը եւ ժամն ու րոպեն։ Հիմնականում դիտարկվում են այդ քարտեզները, որպեսզի մաքսիմալ մոտ ինֆորմացիա տեղեկատվություն տրամադրենք ձեզ։ Այս Սամվելի քարտեզը հետաքրքիր է, որ 2007 թվական բարենպաստ դիրքավորումներ կան։ Մի քիչ կռվարար է Սամվելը, կռվարար, բայց տան մեջ Մարսը խեցգետնում, Լուսի հետ փոխհարաբերությունները, մայրիկի հետ կարող է այդ ամենը լինել, նրանց հայացքները տարբեր կարող են լինել մասնագիտական կողմնորոշման, կարիերայի հետ կապված հարցերում, մայրը շատ է մտածում այդ առումով, կոնֆլիկտային բնավորությունի տաքարյուն կարող է լինել հետագայում կնոջ հետ փոխհարաբերությունում ինչու ճաշը տաք չէ, ինչու այսպես չէ, սուր կարող է արձագանքել, բայց շատ դրական գծեր ունի, եթե այդ պահի տակ իր այդպես տաքանալու այդ փաստը չլինի, պայտակ ագրեսիվ կարող է լինել, կշարքե եւ հնարավոր է, որ հասուն տարիքում ճիշտ ընտրություն կարողանա կատարել, նրա կինը կամ մայրը, եթե պաշտոնյա չի, կինը կարող է պաշտոնյա մեծ լինել, հակում ունի տարիքով մեծ կանանց հետ փոխհարաբերություններ ստեղծում, այդպես էլ կարող է լինել։ Աշխատանքային process-ում, եթե ներգրավված եղավ, ապա լավագույն արդյունքները կարող է ստանալ։ Սիրավեպ հնարավոր է служебный роман աշխատավայրում կարող է սիրահարվել իր աշխատակիցներին, իր սիրեցյալը կարող է լինել բժիշկ, սպասարկման ոլորտից, նաև եթե որոշեք բժշկական կրթություն ստանա, որի համար շատ կարևոր նախադրյալներ կան եւ շատ մեծ հնարավորություններ, նա կարող է լինել գինեկոլոգ, եթե բանկային ոլորտում որոշի աշխատել, ապա ղեկավար կարող է լինել այնտեղ, մեծ հաճույքով կարող է կատարել այդ աշխատանքը եւ մի բան, որ հավանական է, որ նա գնա արտերկիր ապրելու կամ անպայման շատ պետք է ճանապարհորդի, անպայման թող բարձրագույն կրթություն ստանա եւ մի քանի լեզվի տիրապետի, նաեւ օտար երկրա ճանապարհորդություններն են ակտիվ, նա կարող է աշխատել արտասահմանյան ընկերությունում, աղեղնավորն է, այստեղ Յուպիտերը աղեղնավորում, եթե ունի այդ ներուժը հետագայում կարող է դասախոսել բուհերում, օտարլեզվի մասնագետ լինել, մեծ հաջողություններ կան, նաև IT ոլորտն էլ է, տեղեկատվական տիրույթն է, այդ ոլորտում եթե նա աշխատի, ապա կարող է թիմ ղեկավարել, նաև մեծ բազա կարող է ունենալ դրա համար, շատ ճկուն է փոխհարաբերություններում, երևի շրջապատում նրան շատ են սիրում իրը եւ նաեւ կարծում եմ, եթե տղա է, գեղեցիկ տղա է, բարետես, Մերկուրին կարիճում շատ խորանում է
ուրիշի ֆինանսական նյութական այդ միջոցների ձեռքբերման խորաթափանց է, բայց զգուշ եղեք, որպեսզի այդ գումար շատ սիրելը կամ հետաքրքրություններ բանկային ոլորտում կամ առհասարակ այստեղ ֆինանսական բուրգերն են, նրան չտանեն հակառակողմը սևի միջոցով, ուղղակի նա չորոշի գումար վաստակել, դա կարող է լինել կոռուպցիոն սխեմաները, լինում է, որ այդ ռուսերն ասում են պատպոլնի բիզնես, այդպիսի հակումներ կան եւ շատ խորաթափանց է, նրա այս միտքը կարելի է օգտագործել հետախուզական այդ աշխատանքներն այո կարող է լավ քննիչ լինել ու դատավոր Մանե 2006 թիվ դեկտեմբերի 7 Մանե ջան ազգանունը չկար, խնդրեմ կրկին նշեք վայրը, որտեղ եք ծնվել եւ անհատական նամակ չուղարկեք ինձ, որտեղ դրանք դիտարկվում են որպես խորհրդատվության, անձնական խորհրդատվության պահանջ։ Եթե ցանկանում եք ձեր տվյալները դիտարկեք այստեղ, հենց գրեք այս հարթակում։ Իմացեք, որ մի օր անպայման նաեւ ձեր տվյալները կքննարկենք, կուսումնասիրենք այստեղ։ Մանեն Լուսինը Խեցգետնում տնակյաց, էմոցիոնալ, հուզական դաշտ է, մամայից կախված։ Եթե Լուսինը դիրքեր չունի, ինքն իր համար առանձին կարող է մի տաքուկ անկյուն վերցնել եւ գնալ այդ անկյունում տեղավորվել ինքը իր լացուկոցի հետ, ինքը իր ուրախալի, իր հույզերի դրական հույզերի հետ, այս բնավորությունը հետագայում կխանգարի Մանեին ճիշտ ընտրություն կատարել։ Ընտրությունը դա հետագա իր անձնական կյանքը դասավորելու համար պետք է ուշադիր լինի հուզական ոլորտը, խեցգետնի ոլորտը տանը, ինչ-որ եթե խեցգետինն է այստեղ կարևորվում, ընտանեկան բիզնես կարող են ստեղծել, դրանք կերակրելու դա հացի, խմորեղենի, խնամքի հետ կապված լավագույն, կարող եք ունենալ ձեր սեփական խնամքի կենտրոնները, հյուրատնային բիզնեսն է բավականին հյուրանոց չէ հյուրանոտնային բիզնեսը, կարծում եմ, որ ավանդապաշտ ընտանիքից են, շատ կարևոր է ձեզ համար հուզական կապը ձեր մայրիկի, ընտանիքի եւ հայրենիքի հետ։ Ես դիտարկեմ Մարսը այստեղ աղեղնավորում եւ Մերկուրին կարիճում։ Կրկին խորաթափանցություն է տալիս, շատ փաստերի մեջ խորանալու միտում կա եւ նաեւ Մերկուրի Մարս միացումը կօգնի, որ այդ լեզվի հետ կապված Մարսը ամբողջ իր այդ կամային որակները ուղի դեպի բարձրագույն կրթություն ստանալու այդ դաշտ եւ շատ հավանական է, որ հենց նրա ընտրյալը լինի արտերկրից։ Սիրում է ճանապարհորդել, եթե չի սիրում, պետք է այստեղ տեսնում դրական դիրքավորում հնարավոր չէ։ Շատ հավանական է, որ 30 տարեկանի մոտակայքում նա արդեն արտերկրում անցկացնի, մոտակա 26-27 թվականն է շատ կարևոր, քանի տարեկան է նա։ Արտերկիր գնալու մեծ հնարավորություններ կա, իր Սատուրնը առուծում ղեկավարելու կարողություն, իր ուժերը ցույց դնելու, երեխաների հետ աշխատելու, առուծը դա թանկարժեք իրերն են, իր սեփական բիզնեսը կարող է ունենալ, որը հաճույքներ է պատճառում, զվարճություններ։ Եթե զբաղվում է սպորտով, ես կարծում եմ պարում է նաև հաղթող կարող է լինել, իր խումբը կարող է ունենալ երեխաների օլիմպիադաներում հաղթելու մեծ եւ արտերկրում հաղթանակներ կերտելու մեծ դրական դիրքավորումներ։ Իջնողը կույսում հանգույցներից բարձրացողը ձկներում նրա մոտ կարող է տալ չափից դուրս աշխատասիրություն, գերխնամք իր առողջության վերաբերյալ, պետք է հետագայում դա դուք կնկատեք, պետք է ուղղակի իր մտքերը, ուժերը ավելի հանգստի վիճակին տանի։ Նրա համար շատ կարևոր է փիլիսոփայությունը, կրոնը, տարբեր թերապիաների միջոցով, եթե կորոշի հոգեբանի մասնագիտություն ընտրել բարձրացող հանգույց ձկներում, ապա դա նրա մոտ լավ կարող է աշխատել, հոգեթերապևտ, մի քիչ պետք է հանգստանա, եթե հանգստի է մեկնում, ապա այնպիսի վայր, որտեղ ջրային այդ ռեսուրսները կան, որտեղ նաև հոգեկան առողջությունը կարող են այսպես բարելավել, օրինակ այնպիսի մի տեղ, որը եւ հյուրանոց է եւ նաեւ տարբեր պրոցեդուրաներ կան, ոտնաթաթերի հետ կարող է խնդիրներ ունենա։
Այսպես հիմնական մոլորակային այս դիրքավորումները գերակշռում են աղեղնավորի կենդանակերպում, շատ հավանական է, որ մանեն կյանքի որոշակի 24 տարեկանից սկսած նա որոշի իր կյանքը կապել արտերկրում, հենց այնտեղից էլ կլինի նրա ընտրյալը։ Եթե չգնայել, ապա այդ ընկերությունները, որոնք կապված է միջազգային կազմակերպություններն են, արտաքին գործերի նախարարությունն է, այն ինչը օտարի հետ է կապած, ինչն է հետաքրքիր, որ ներքուստ նա բնակյաց է, նրա լուսինը խեցգետնում է, եթե գնայել արտերկիր, շատ կարոտելու է հայրենիքը, մայրիկին, եթե չգնայել, նրա համար կիսաթողնված գործեր են լինելու, նա արտերկրի հետ կապված այդ բոլոր պահանջումքները ունի, այդ բոլորը պետք է իրականացնի։ Ուղղակի կարելի է համադրել, եթե ապրելու ես Հայաստանում, ապա արտերկրի հետ կապը պետք է անպայման լինի։ Այսպես, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, հուսամ ձեզ չձարացրեցի պարոն Ղուշյանի հետ, շատ հետաքրքիր է ստացվում, բայց փորձեցի ձեզ օգնել, գնացեք առաջ, այսօր ամենալավ օրերից մեկն է, ձեր ծրագրերը գծեք և գնացեք առաջ։ Այսպիսով ցտեսություն ձեզ, կհանդիպենք մոտավոր 2 շաբաթ հետո, հուսանք պարոն Ղուշյանի առողջական վիճակը կբարելավի և նա կվերադառնա մեր և ձեր բաց թիվի, այսքանը ցտեսություն։